Ուրեմն դադարեցրել են։ Դադարեցրել են Իվ։ Գլխից չտաս Միլեն։ Հա։ Գլխից չտաս։ Գլխից չեմ տա, բայց դու ավելի լավ ես կողմից չկանգնես, դու չկա։ Որ քարը-քարին չեն թողել, ապացուցում են, այսպես ասած, որ ինչ ասում է իրանցի գործարարները սուտ է։ Դուք արդյոք այս շրջադարձին սպասում էիք։ Տեսեք, սկսած Գագիկ Ծառուկյանի տունը խուզարկելու առաջին վարքյանից, կալանավորումից, դրան հաջորդած ավելի շուտ սանձազերծված ապօրինի գործողություններից հետո մենք այս իշխանություններից ամեն ինչ այլևս սպասում էինք։ Սակայն որ այսքան ակնհայտ, այսքան ցայտուն կերպով գործող իշխանությունը ցույց կտա իր վախը, իր սարսափը այն կարգի, որ անգամ կանգ չի առնի ապօրինության առաջ, սա փաստացի, ինչպես քիչ առաջ փաստաբանը ներկայացրեց, ակնհայտ ապօրինի գործողություն է, որովհետև դադարեցնել նրա փաստաբանական լիազորությունները, մեկուսացնել Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի պաշտպանության գործով վարույթի գործի մասնակցությունից, այն պատճառով, որ նաև փաստաբանի հրապարակային հայտարարությունների, մասնագիտական վերլուծությունների արդյունքում այս հարցը ստացել է շատ մեծ հանրային հնչեղություն, իշխանությունները անգամ ակնհայտ ապօրինության առաջ կանգ չեն առնում, միայն թե ցանկացած կերպով կարողանան իրենց սարքած եւ իրենց կարած գործը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված դատարկ մեղադրանքներով քրեական գործը ավարտին հասցնել։ Ես իհարկե հասկանում եմ, որ իշխանությունները այն կարգի են իրականության զգացողությունը կորցրել, որ այսպես իրանցիների սուտ մատնության կարելի ասել հիման վրա Գագիկ Ծառուկյանի հանդեպ մեղադրանք են ներկայացնում, գործ են հարուցում, որովհետև գեր նպատակը Գագիկ Ծառուկյանին կալանավորելն էր այդ օրերին, բայց հիմա նույն իրանցիների, այսպես ասած, բողոքի գործ տալու հիման վրա մեկուսացնել փաստաբանին իր գործառույթները իրականացնելուց, կարծում եմ սա արդեն որևէ տրամաբանության չի ենթարկվում։ Ես իհարկե հասկանում եմ, որ գործող իշխանությունների օրոք գործ տալու ինստիտուտը միակ կայացած ինստիտուտն է, որովհետև այս իշխանությունը միայն այդ գործելավոճն է քաջալերում, որպեսզի բողոք գրեն մեկը մյուսի վրա, որպեսզի գործ տան մեկը մյուսի վրա, հասկանում եմ, սա այս իշխանությունների ամենասիրելի գործելավոճն է, միայն սա է, այս գործելավոճն է ողջունվում այս իշխանությունների օրոք, բայց իրոք ցավակցում եմ պարոնայք եւ տիկնայք իշխանականներ այս ամեն ինչի հետ կապված, որտեվ դուք խայտարակվում եք, եւս մեկ անգամ սրանով ցույց տվեցիք, որ դուք խայտարակվում եք, որ դուք անգրագետ եք, որ դուք չեք տիրապետում անգամ իրավական ամենանվազագույն նյուանսներին, դուք խայտարակվեցիք միջազգային սպորտային աշխարհում կապարակնքելով օլիմպիական կոմիտեն, դուք խայտարակվեցիք միջազգային ներդրողների աչքի առաջ, որովհետև բոլորը տեսան, որ Հայաստանում ինչպես են վարվում ներդրումներ իրականացնող մարդկանց հետ։ Հիմա արդեն միջազգային իրավական հանրության առաջ եք խայտարակ լինում, շարունակեք նույն տեմպերով շարունակեք խայտարակվել, ոչ մեկ ձեզ չի կանգնեցնելու այս գործընթացում, վարի երթ եմ մաղթում։
Ներկայացրել են բողոքարկում բացառկ են ներկայացրել փաստաբանների մի մասը իհարկե ներսում է, բայց քանի որ կոնկրետ Երեմ Սարգսյանի մասով կասեցվել է, այս պահին գործընթաց տեղի չի ունենում, քիչ անց կարծում եմ, որ մեր մյուս փաստաբանները Էմինե Խաչատրյան ավելի հանգամանորեն կներկայացնեն հիմնավորումները, որովհետև Երեմ Սարգսյանը ներկայացրեց, որ առերեսումը ունի այսպես գործնական տարանջատում, յուրաքանչյուրը զբաղվում էր իր գործով, բայց կրկնում եմ, սա ողբերգություն է, իրավական համակարգի իրոք կարելի է ասել, որ մահկանացուն այս օրերին կնքվում է, որովհետև Իրանի քաղաքացին բողոքում է, որ Երեմ Սարգսյանը իրեն խայտարակում է Իրանում իր հրապարակային հայտարարություններով եւ ներկա է եղել այդ գործարքի կնքման ժամանակահատվածում, նա չի կարող մասնակցել եւ մեր իշխանությունները ամենայն այսպես ջանասիրությամբ, ջերմեռանդությամբ, որ բացահայտում են իրականացնել։ Ես ամենևին չեմ զարմանա, որ նույն իշխանություններն են կամ այն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս քաղաքական հաշվեհարդարը, այսպես հաշվեհարդարի հրահանգ տվող մարդիկ են նույն այս Իրանի քաղաքացուն այսպես գլխի գցել, որ կարելի է նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Ես այլևս որևէ բան չեմ բացառում։ Շարունակվում է այդպես։ Իրավիճակը նույնն է, մի մասում գույքագրում է իրականացվում։ Քանի աշխատակցի 10-ից ավելի ձեռնարկության գործունեություն այս պահին կասեցված է, շուրջ 10,000 մարդ այս պահին հարկադիր պարապուրդի է մատնված։ Առաջին օրերին, որ հայտարարել ենք այդ ձեռնարկությունների անունները, բացառապես միայն Արարատ ցեմենտն է վերագործարկվել, դա էլ այն պատճառով, որ երկրում շինարարական կոլապս էր առաջացել, պարզապես որովհետև ցեմենտի հումքի մատակարարումը չէր իրականացվում, մնացած բոլոր ձեռնարկությունների մասով որևէ դրական տեղաշարժ այս օրերին չկա։ Եղել է միշտորթավորված քաղաքական գործունեությունը եւ Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ որևէ մեկը նման համարձակություն չի ունենա նման ուղերձով Գագիկ Ծառուկյանին դիմելու համար։ Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է եւ սրանով ամեն ինչ ասված է։ Արդեն ինչպես հայտնի է, Պարոն Խաչատրյան Երեմ Սարգսյանին հեռացրին վարույթից, նախ ինչպես կմեկնաբանեք, ինչով է սա պայմանավորված։ Պայմանավորված է հերթական ապօրինությամբ, հաշվի առնելով, որ մեր պաշտպանական թեմի մեջ կա աշխատանքի հստակ բաժանում եւ երեկվա առերես հարցաքննության հիմնական հարցադրումները կատարում էր Երեմը Սարգսյան ու քննչական մարմնի համար ակնհայտ էր, որ այդ հարցադրումների արդյունքում փլվում էր արդեն ի սկզբանե ապօրինի մեղադրանքը, հետևաբար նրանք դիմեցին այս քայլին, ապօրինի կերպով հեռացրեցին վարույթից, դե բնականաբար պարոն Սարգսյանն էլ ձեզ ասած կլինի, որ բողոքարկումներ են լինելու, այդ որոշումը չի կարող ուղղակի իրականության մեջ գոյություն ունենա, իսկ ինչ վերաբերվում է պարոն Սարգսյանից հետո տեղի ունեցած իրադարձություններին, մենք բնականաբար անպատասխան չթողեցինք այս իրադարձությունները, հանդես եկանք բացարկի միջնորդությամբ իմիջայլոց ոչ միայն քննիչին, քննչական խմբի ղեկավարին եւ ամբողջ քննչական խմբին, որովհետեւ հիմա արդեն այս ամբողջ քննության ընթացքում տեսած տարաբնույթ ապօրինությունները միամտություն կլինի այստեղ արդարություն փնտրելը, հետեւաբար առնվազն մենք այս փուլում պետք է արձանագրենք թե տեղի ունեցած ապօրինությունները, թե այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, իսկ դրանք ամրագրված են եւ սահմանադրությամբ եւ մնացած մյուս օրենքներով։ Այս ամեն ինչը մենք պետք է արձանագրենք, սրա մասին պետք է չլռենք, պետք է խոսենք այս ամեն ինչի մասին ու նաեւ իրավական process-ներով, չնայած որ պարոն Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցածը ոչ իրավական process-ներ են, բայց իրավական process-ներով նաև պետք է ամրագրենք այս տեղի ունեցած անարդարությունները։ Պարոն Խաչատրյան, իսկ բացի Երեմ Խաչատրյանի վարույթից հեռացնելու, Երեմ Սարգսյանի վարույթից հեռացնելու այլ ինչ հիմքեր կային բացարկի, նշեցիք, որ մի շարք ապօրինություններ, եթե նախաքննական գաղտնիքի շրջանակներում չէ։ Չէ, հիմա գործի մանրամասներից չեմ խոսի, բայց հենց մեղադրանքից սկսած, որ բազմաթիվ փաստեր ունենալով իրենց ձեռքի տակ, պարոն Ծառուկյանի նկատմամբ դրա մասին նախկինում ենք խոսել, առաջադրվել է ապօրինի մեղադրանք, այսինքն պարոն Ծառուկյանը այս գործով պետք է լիներ առնվազն տուժող, բայց նրան տրվել է մեղադրյալի կարգավիճակ։ 3 հարցաքննության ընթացքում ընդմիջումից հետո որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, արդեն սկսում էին պաշտպանական կողմի հարցերը, որոշակի հարցեր, որոնց պատասխան առհասարակ Իրանի Իսլամական Հանրապետության
քաղաքացին պատասխաններ չուներ, այդ հարցերը հանվում էին։ Մենք դրա վերաբերյալ անընդհատ առարկություններ ներկայացրել ենք վարույթ իրականացնող մարմնին ու դրա տրամաբանական շարունակությունը, այսինքն երբ որ գիտակցեցին, որ հարցերը բազմաթիվ են եւ այդ հարցերով վեր է հանվում օբյեկտիվ իրականությունը, այսօր այս քայլին դիմեցին։ Հետևաբար այս պայմաններում, այս անհավասար, պայմաններում մրցակցության սկզբունքի, բացակայության պայմաններում աշխատելը իմ կարծիքով տեղին չէր լինի ու պետք է անպայման այս ամեն ինչը ամրագրվել հենց բացարկի միջնորդությամբ։ Իսկ բացարկի եթե բավարարվեց գամնաշման մասին դեռ որոշում չկա, չէ՞, ինչպես ասած։ Բացարկի քննարկումը ինձ թվում է կատարվի սահմանված ժամկետում, որովհետև քննչական մարմինը չի քննելու բացարկի միջնորդությունը։ Ես կարծում եմ այս դեպքում շատ արագ կլինի պատասխանը ու բնականաբար բացարկը կմերժվի, բայց դա մեզ չի խանգարում, որպեսզի մենք արձանագրենք տեղի ունեցած այս ապօրինությունները։ Ամեն քան որ քաղաքական ենթատեքստ եք այստեղ տեսնում, եթե քննիչը կամ քննչական խմբի ղեկավարը փոխվեն, արդյոք նոր քննիչն ու նոր քննչական խմբի ղեկավարը ձեզ մոտ արդարության կամ արդարության հասնելու որևէ Ուրեմն տեսեք, ընդհանուր առմամբ մենք process-ը արդեն գնահատել ենք, որ քաղաքական process-ներ են, այլ ոչ թե իրավական, բայց այնուամենայնիվ յուրաքանչյուր դեպքում ցանկացած ապօրինություն պետք է ստանա համարժեք արձագանք, պետք է ամրագրվի թե դատավարական փաստաթղթերում, թե նաև այս հանրային ելույթներում մեր կողմից։ Իսկ այսօրվա առերեսումները շարունակվեցին այնուամենայնիվ, թե քննվեց միայն։ Ոչ, առերեսումը հենց ուզում էին շարունակել, ես հանդես եկա հայտարարությամբ, արդեն ինչպես նշեցի, բացարկի միջնորդությամբ։ Հետևաբար դրա հիմքով դադարեցվեց, նաև դրա հիմքով։ Պարոն Ծառուկյանը կրկին անդրադարձավ մեղադրանքին։ Պարոն Ծառուկյանը շատ կարճ ու հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ շինց ու գործա ու կատարում է միակողմանի քննություն։ Հետևաբար ինքն էլ մեր դիրքորոշմաններ համաձայն էր մեր դիրքորոշման հետ, որը այս պայմաններում առնվազն եւ քանի դեռ բացարկի հարցը որոշված չի, որևէ այլ գործողության մասնակցելը իմաստազոր կա։ Իսկ այս վարույթով ինչ որոշումը կքննարկվի, ինչ իրավական գործողություններ են այս պահին շարունակվում։ Ես ճիշտ ասած այս պահին չեմ կարող կանխատեսել, որովհետեւ իմ երևակայությունը թույլ չի տալիս։ Մենք բողոքարկելու ենք, այսինքն Երեմ Սարգսյանը բողոքարկելու է իր վերաբերյալ կայացրած որոշումը, մենք էլ արդեն մարտավարությունը չբացահայտելու համար չասեմ էլ ինչ գործողություններ ունենք անելու։ Շնորհակալություն։ Ոչ, նաև պարոն Մինասյանը, Սմբատ Մինասյանը։ Լավ է։